Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, դա մեր ազգի դժբախտությունն է, որ մեր պետությունը ղեկավարում է նյարդային մեկը եւ ազգային ժողովի ամբիոնը եւ առասարակ նիստերը երբեմն նմանվում են կրկեսի, իսկ նախընտրական շրջանում էլ ավելի շատ։ Նախ Նիկոլ Փաշինյանի սիրած թեզն է, որ ինքը ուզում է բոլոր այդ բացասական բաները գցի անցյալի ղեկավարության վրա եւ եւս մեկ իր գլխավոր թեզերից է, որպեսզի բոլոր նախկին ղեկավարներին նա սարքի մեկ անձ, սակայն ստույգ գիտենք, որ մինչև Նիկոլ Փաշինյանն ունեցել են 3 ղեկավար եւ իմ պատկերացմամբ ամեն մեկը ունեցել է իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ շատ սխալ է իրենց նույնականացնել։ Ինչ վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է արդարադատությունից, դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև իմ պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության թե արդարադատությունը, թե քրեաիրավական համակարգը առասարակ երբեք նման բռնաբարված վիճակում չեն եղել։ Մենք վերջի 1 ամսվա ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցանք տեսնել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ մնացած ԿՊ-ականների իրական դեմքը, իրենց ատելությունը արցախցիների հանդեպ, իրենց ատելությունը երիտասարդների հանդեպ, իրենց անհարգանքը եկեղեցու հանդեպ եւ հավատացյալ մարդկանց հանդեպ, եւ նրանք որևէ իրավունք չունեն խոսել արդարադատությունից, որովհետեւ Ալեն Սիմոնյանը, որ քարոզարշավների ժամանակ քաղաքացիներին ասում է, որ դուք հիմա արդեն կարող եք ընդդիմադիր հայացքներ ունենալ եւ դրա համար ծես շուտել, ստում է, չեք կարող։ Ամեն ինչ կարող է ձեզ հետ պատահել, եթե դուք ունեք ընդդիմադիր հայացքներ։ Եվ այդ նույն Ալեն Սիմոնյանի ղեկավարած պետության մեջ դուք կարող եք տեսնել երիտասարդ տղան պարզապես ձեռը բարձրացնում է, հայտնվում է կալանավայրում ու հետո հսկայական հանրային ցասման եւ աշխատանքի արդյունքում տվյալ անձնավորությունը դուրս է գալիս ազատություն, իսկ օրինակ եթե Նիկոլի սրտի Հանրապետություն կուսակցության թաղապետը 10 հոգով մեկ բլոգերին, որը որ բացահայտում է կոռուպցիա, ծեծում են եւ հայոյում են, դրանից հետո միայն հենց այդ բլոգերն է հայտնվում, թե քաղմասում, թե ձերբակալվում։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատություն չկա, Հայաստանում օրենքները գործում են բացառապես ընդդիմադիրների դեմ, այսինքն փոքր արարքը կարող է որակավորվել իբրև մի մեծ հանցագործություն, եթե դու ընդդիմադիր ես։ Իսկ եթե պրոիշխանական ես, քո արած մեծ հանցագործությունը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու, որովհետև դու սատարում ես գործող ռեժիմին։ Ինչ վերաբերվում է այսօրվա ձերբակալություններին, ճիշտ ասած չեմ տիրապետում դետալներին, թե ինչ ոնց, բայց կարող եմ մեկ բան ասել, որ գործող ռեժիմը ամեն կերպ փորձում է բոլորին սարքել կոռուպցիոներ, թալանչի եւ օրինախախտ, բայց իրականությունը այլ է, մենք պետք է հիշենք, որ տվյալ ռեժիմը օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ իրենք անընդհատ խոսում են, չէ՞, որ հիմա Հայաստան մտնում են հսկայական ապօրինի գումարներ, ապօրինի գործընթացները նախընտրական տեղի ունենում, պետք է հիշել այս մարդկանց Երևանի ընտրությունները։ Պետք է հիշել, որ հետքը արել էր հետազոտություն, որում որ պարզ էր դարձել, որ Մալաթիա, Բանգլադեշ տաղամասների բնակիչներ, ովքեր ֆինանսապես շատ անապահով վիճակում են, անհասկանալի կերպով միլիոնավոր դրամներ էին փոխանցել քաղաքացիական պայմանագրի նախընտրական բյուջեին Երևանի։ Ակնհայտ է, որ գործող ռեժիմի թալանած փողերն են, գործող ռեժիմի հետ ասոցիացվող օլիգարխների փողերն են, որոնք պարզապես աղքատ մարդկանց անուններով մուտք է արվել, որպեսզի իրենց անունները չերևա։ Եվ բնականաբար այդ բոլոր փոխանցումները եւ առասարակ բոլոր բանկային անհասկանալի երևույթները ԿՊ-ի հետ կապվող վերաբերվում են հենց ԿՊ-ական ամենապաշտոնապես առնվազն ամենահարուստ ԿՊ-ականին։ Մենք այս օրերին տեսնում ենք այնպիսի անհամապատասխան եւ անտրամաբանական հայտարարություններ եւ երևույթներ, որ մենք հասկանում ենք, որ գործող իշխանությունը ամբողջապես գետնից կտրվել է, իրանք չեն տիրապետում իրականությանը, մենք տեսնում ենք, որ մարդ, ով քաղաքացիական պայմանագրի падգամավոր է, ով որ քաղաքացիական պայմանագրի կրկին ասում եմ, պաշտոնական առնվազն տվյալներով ամենահարուստ մարդն է, այդ մարդը ասում է, որ նա չի ուզում, որ պետությունը ղեկավարեն հարուստ մարդիկ։ Այդ ժամանակ հարց է առաջանում, ինչու է տվյալ անձնավորությունը ակտիվ քաղաքականության մեջ, հարց է առաջանում, ինչու է նա падգամավոր, եւ այդ ինչպես է ստացվում, որ նա դեմ է օլիգարխիա գիծ պետություն համագործակցությանը, բայց եթե հիմա օրինակ ստուգենք բազում պետական պայմանագրեր, հակառակ կողմում կտեսնենք հենց տվյալ անձնավորության հետ կապ ունեցող կազմակերպությունների անուններ։ Ցավոք սրտի ապրում ենք մի իրականության մեջ, որում որ մենք պետք է հասկանանք, որ մենք չպետք է հավատանք մեր ականջներին եւ պետք է բացառապես կարողանանք վերլուծել փաստեր եւ կարդալ։ Թվեր, փաստեր, ամենը ինչը որ անցյալի
ԿՊ-ի արած աշխատանքի արդյունքը իրական ցույց է տալիս եւ ապացուցում է թե ինչ կործանարար են այս մարդիկ։ Միայն խոսքերով չէ, միայն այս տեխնոլոգիաներով չէ, ես հասկանում եմ ԿՊ-ն ունի հսկայական ադմինիստրատիվ ռեսուրս, ֆինանսական որևէ խնդիր չունեն, աշխարհակահաղական բավականին մեծ, բայց ցավոք սրտի հակահայ կենտրոնների կողմից ստանում են մեծ աջակցություն, որի արդյունքում փորձում են մեր հանրությանը մանիպուլացնել, ցույց տալով, թե բա մենք ձեզ բերել ենք խաղաղություն։ Բայց անընդհատ եւ անընդհատ չպետք է մենք ալարենք եւ անընդհատ պետք է ասենք, որ խաղաղությունից խոսում է այն քաղաքական միավորը, որը փաստացի ամենամեծ ցավը եւ կորուստն է բերել այս ազգին։ Ես իմ ամբողջ գիտակից կյանքը եղել եմ ընդդիմադիր հայացքների տեր, բայց երբևիցե չեմ թույլ տվել ինձ մտածել, որ Կարային պետության ղեկավարությունը հակահայ լինի, այսինքն միշտ խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրների զատ մենք տեսել ենք, որ մենք ունեցել ենք թե ուժեղ դիվանագետներ, թե ուժեղ բանակի գեներալներ եւ այդ բոլոր մարդկանց միավորել է մեկ բան, որ իրենք հայ են եւ Հայաստանը իրենց համար սրբություն է։ Այսօրվա ռեժիմը միայն այդ առումով է իրապես աննախադեպ, որ ես վստահ եմ, որ տվյալ ռեժիմը չի գործում, առնվազն վերևի մակարդակով չի գործում Հայաստանի շահերի համար, տվյալ քաղաքական միավորը ստանում է իր աշխատանքային թելադրանքը Անկարայից եւ Բաքվից եւ ամեն բան անում է, որպեսզի մեր այս սուրբ փոքր հողը դառնա աշխարհակահաղական կոնֆլիկտների թատերաբեմ, ինչի արդյունքում Նիկոլը կփրկվի իշխանությունը կորցնելուց հետո իրեն սպասվող դատաստանից, իսկ մենք կկորցնենք մեր պետականությունը եւ մեր ազգային արժեքները ժամանակի հետ կվերանան, եթե չունենանք պետություն։ Այսինքն այս խոչընդոտը պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ինչ ցավալիճակում է սոցհարցումներն են, այսինքն ցույց է տալի իրական պատկերը իրենց ռեյտինգի եւ սրանով է պայմանավորված այս հոգի խորհրդանունքը, հիստերիան, այս ռեպրեսիաները։ Այո, իհարկե, դա ակնհայտ է, որ Նիկոլը հասկանում է, որ քաղաքներում իր վիճակը լավ չէ, ակնհայտ է, որ նա հասկանում է, որ պետք է մաքսիմալ աշխատի այն զանգվածի, այն էլեկտորատի հետ, որը դեռ իր ոնց որ ազդեցության գոտում է, այդ զանգվածը գյուղերի մեր հայրենակիցներն են, այդ մարդկանց թե մեդիայի ասորտին ավելի փոքր է, թե առասարակ իրենք ավելի քիչ են խորանում եւ վերլուծում փաստերը եւ այն ամենը ինչը որ հմեկով իրենց տրամադրվում է, դա իրենք ընդունում են իբրև փաստ։ Հիմա սովորական մի արտար գյուղացի մարդ, որ անընդհատ տեսնի, որ ընդդիմադիրները ստեղ եւ այնտեղ մարդկանց կաշառել են, էս են առաջարկել, են առաջարկել, բնականաբար այդ մարդիկ ասելու են, չէ, սա ոնց որ էլի գալու են նախքին բոբո բաներ անեն, բայց փաստը այն է, որ բոլոր հանցագործությունները եւ բոլոր ընտրակեղծիքները այսօր հենց դրանց ղեկավարը քաղաքացիական պայմանագիրն է, որտեղ կրկին եմ ասում, նայեք բոլոր անցած ընտրությունները, այն թիմ ընտրությունները, որոնց որ հաղթել է ընդդիմադիր մարդ, պարտադիր տվյալ անձը դարձել է հանցագործ, որովհետև հայտնվել է կալանավայրում։ Տեսեք այն բոլոր հմտությունները եւ հնարքները, որոնք որ նրանք օգտագործում են, որպեսզի դաղալ խաղ խաղան եւ հասնեն վերարտադրման։ Հիշեք Էջմիածին քաղաքը, որ պարզապես հասկանալով, որ քաղաքի ներսում ունեն խնդիր, մի ամբողջ գյուղական համայնք կպցրեցին Էջմիածնին, որպեսզի ստանան իրենց ուզած արդյունքը։ Երևանում այդքան խախտումներ, այդքան տարատեսակ հետընտրական, նախընտրական կեղծիքների արդյունքում միևնույնն է չկարողացան հասնել իրենց ուզած ռեզուլտատին, ստիպած գնացին համագործակցության մի խմբակցության հետ, որը բարի բուն իմաստով այդ խմբակցությունը իր քվեն ստացել էր Նիկոլին հայոյելու հաշվին։ Բայց այդ մարդիկ քանի որ չունեն որևէ կարմիր գիծ, որևէ լիմիտ, որը որ տեսնում են այդ դրանից ավել իրենք իրենց թույլ չեն կարող տալ նվաստանալ, այդ մարդիկ ունեն մեկ նպատակ՝ վերարտադրվել ցանկացած գնով։ Լինի դա Վարդան Ղուկասյանի հայոյանքը ընդունելը, թե մնացած ամեն ինչը։ Այսօր մենք տեսնում ենք, որ իրենք փաստացի անընդհատ հենվում են այն թեզի վրա, որ նախկինների ժամանակ եղել են արատավոր բարքեր, բայց փաստը այն է, որ այսօր այդ արատավոր բարքերը կան եւ շատացել են, եւ նաեւ մեկ այլ փաստ կա, որ այդ իրենց ասած այդ 10 ովչիկները, այդ նախընտրական այդ հանցագործները, դրանց 90% այսօր, որոնք այն ժամանակ նախկին իշխանությունների համար էին աշխատում, այսօր ԿՊ-ական են։ Եվ դա ամենակործանարար մարդու տեսակն է մեր ազգի համար, մեր պետականության համար, նրանք, ովքեր ամեն անգամ պատրաստ են գործող իշխանությունների ոտքերը լվալ եւ ջուրը խմել, չունենալով որևէ սկզբունք թե դիմացին ով է, ինչի է ծառայում, ինչ նպատակներ ունի եւ որ աշխարհակահաղական գիծն է նա ընդունում։ Այս մարդիկ պարզապես տեղական այդ մակարդակով ուզում են ունենան իրենց կոմֆորտը եւ արդեն ցավոք սրտի երկար տարիներ սովորել են թե ոնց է պետք շողոքորթել գործող իշխանությանը, որպեսզի ունենան պաշտոն, կոմֆորտ, դրա դիմաց վաճառեն սեփական բնակչության համայնքի երեխաների ապագան գործող թրքահապատակ ռեժիմին։
Մենք տեսնում ենք, որ օրինակ ես այս Նիկոլենց քարոզարշավը, որ իրանք սկսել են ժամանակից շուտ, մենք տեսնում ենք, որ քարոզարշավի մեջ եղած ընդհանրումները ապացուցում են, որ Նիկոլը չունի այսօր ակտիվ լավ ռեյտինգ, որովհետև այն բոլոր բեմադրումների շրջանակներում պատկերացրեք ամեն անգամ որ մարզ է գնում, քանի մեքենա է երդ տանում, ինչքան սեփական այդ ժողովրդին այդ իրենց կուսակցության անդամներին բերում իբրև ֆոն շարում են, թե բա տեսեք համայնքը մեզ հետ է։ Այդ ամենի մեջ միևնույն է այստեղ եւ այնտեղ անընդհատ տեսնում ենք արժանապատիվ քաղաքացիների, ովքեր գալիս են եւ արտահայտում են իրենց իրական կամքը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Ես համ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ զգուշ լինեն Նիկոլ Փաշինյանի մահաբեր շարժությունից, որովհետեւ կարող եք պարզապես հայտնվել իրենց կողքին եւ տուժել, բայց միաժամանակ նաեւ կոչ եմ անում, եթե դուք վստահ եք ձեր վրա, կարողանում եք պահպանել այդ դիստանցիան եւ սադրելու եք գործող վարչախմբին բացառապես օրենքի շրջանակներում, ապա ես շատ շնորհակալ կլինեմ եւ կողջունեմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այդ քարոզարշավների ժամանակ կրկին եմ ասում դիստանցիան պահպանած, որպեսզի ձեր կյանքին վտանգ չսպառնի։ Դիստանցիան պահպանած սադրեք տվյալ անձանց, որպեսզի իրենց դիմակները պատռվեն եւ իրենք ցույց տան, թե իրենք ինչքան հակահայ են, որ իրենք ցույց տան, թե իրենք ինչպես են կարող խոսել մոր եւ որդու հետ, որ իրենք ցույց տան, թե ինչքան թքած ունեն սեփական հայրենագիցների խնդիրների վրա։ Այդ բոլոր այդ սիրուն պատկերները, որ սարքում են ձեռներով սրտիկներ են ցույց տալի, ժողովուրդ սիրտը դա սեր է։ Սերը մարդ ստանում է առաջինը մորից։ Կարծում երկրորդ բանը, որ սկսում է սիրել, երբ որ մի քիչ արդեն մեծանում է, դա իր հարազատ բակն է, քաղաքն է եւ պետությունը։ Այս մարդիկ չեն կարող սիրո հետ կապ ունենալ, որովհետեւ իրենց գաղափարի գեներացիայի կորիզը ատելությունն է։ Իրանք չեկան իշխանության, որովհետեւ մենք իրենց սիրում էինք։ Իրանք եկան իշխանության, որովհետեւ կային բաներ, որոնց որ մենք բոլորս դեմ էինք եւ միամտաբար հավատում էինք, որ կփոխվի, բայց փաստացի կային ինչ-որ արատավոր բարքեր, բայց կար գործող պետություն եւ պետական համակարգ, սրանք եկան, որ այդ արատավոր բարքերը վերացնեն, փաստացի արատավոր բարքերը շատացրեցին, պետությունը գնաց կործանման։ Հունիսի 7-ը ես չեմ տեսնում իբրև ստանդարտ ինչ-որ կլասիկ ընտրություններ, ոչ, սա տեսակի կռիվ է, սա բարի բուն իմաստով մենք հիմա գնում ենք ընտրելու եւ որոշելու Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ունենալ ազգային ժողով, թե արդեն ժամանակի հետ ունենալու ենք վիլայեթային ժողով, որովհետեւ եթե կրկին ունեցան ԿՊ-ական մեծամասնություն, ես ազնվորեն առնվազն այս բանին չեմ պատկերացնում այն գործիքակազմները եւ ճանապարհները, որոնցով որ մենք կարողանալու ենք զսպել տվյալ կորցանարար իշխանությանը մեր պետությունը տանելուց դեպի թրքացում, որովհետեւ եւս 5 տարի Նիկոլի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը իմ պատկերացմամբ դա հնչում է իբրև սուիցիդ։ Որպեսզի այսպես Լևոն Փաշինյանը տեսնի, որ ամեն ինչը ունի իր հակազդեցությունը, խնդրեմ։ Այո, տեսեք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իբրև իշխանություն ունի բավարար լծակներ բոլոր քաղաքական միավորներին առանձին ճնշելու։ Անկախ նրանից, որ մենք գնում ենք ընտրությունների առանձին բլոկերով, մենք պետք է հասկանանք, որ իբրև ընդդիմություն մեզ միևնույն է, միավորում է ցանկությունը ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Եվ հենց այդ մտքի շրջանակներում մենք պետք է հասկանանք, որ կան թեմաներ եւ կան երևույթներ, որոնց դեմ եւ որոնց համար մենք պետք է պայքարենք միասնական ճակատով։ Այսինքն, եթե մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով եւ ճանապարհով, ինչ է նա ուզում անի։ Նա ուզում է անընդհատ մարդկանց մեջ մտցնի այն թեզը, որ տեսեք, ձեզ ցույց են տալի իբրև թե 3-4 ճակատ, բայց նրանք բոլորը նույնն են, հետո միանալու են եւ գալու է թալանի ժամանակ այդ վախենալու բաներն է ցույց տալիս։ Մենք պետք է հասկանանք, որ սա Նիկոլի կեղծ օրակարգն է, որ մենք որևէ կերպով չպետք է գնանք այդ մանիպուլյացիային եւ սկսենք ասել չէ, գիտեք, մենք որևէ դեպքում ոչ ոքի հետ չի միավորվելու։ Ինձ համար զարմանալի կլինի մի կոնֆիգուրացիա, որում ընդդիմությունը կունենա հավաքական ամբողջական ընդդիմությունը միասին կունենա Նիկոլից ավել ձայն եւ դա հələ քննարկելու հարց կլինի, թե արդյոք կգնան թե չեն գնա։ Իմ պատկերացմամբ դա պատասխան չպահանջող հարց է, որովհետեւ պատասխանը ակնհայտ է։ Մենք բոլորս պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ եւ ցանկացած մարդ,
ով որ չի ուզում, որ տեղի ունենա այդ կոնսոլիդացիան, որի արդյունքում կազատվենք Նիկոլից, այդ մարդը ինձ համար ունի ազնիվ եւ թափանցիկ նպատակներ քաղաքական իր կարիերայի մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ կա երկու թեմա եւ երկու հարց եւ խնդիր, որը միասնական ընդդիմությունը պետք է անընդհատ օգտագործի։ Առաջինը դա միանշանակ ռեպրեսիաներն են, քաղաքական հետապնդումներն են, որոնք տեղի են ունենում վերջի այս 1 կամ 2 տարվա ընթացքում առավել ակտիվ կերպով, եւ դրա մեջ պետք է նաեւ առանձնացնել ռեպրեսիաները հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տեխնոլոգները արդեն իրեն հուշել են, որ նա պարտվել է եկեղեցու այդ պայքարում։ Ցավոք սրտի չեմ կարող ասել, որ կա որևէ քաղաքական միավոր, որին հաջողվել է նման կերպ հանդարտեցնել եւ կարգի իրավիրել Նիկոլ Փաշինյանի թմին, ինչպես արեց մեր եկեղեցին։ Դրա համար մենք բոլորս, անկախ մեր քաղաքական պատկանելություններից, պետք է կանգնած լինենք եկեղեցու կողքին։ Եթե Նիկոլը լռել է այս գրոհի մասին, մենք պետք է անընդհատ իրեն հիշեցնենք, որ նա փորձեց եւ ձախողեց, եւ անպայման մենք միշտ պետք է մեր օրակարգում պահենք աղբանտարկյալների հարցը։ Մենք պետք է ամեն կերպ մեր ժողովրդին հասցնենք այն փաստը, որ այն բոլոր արդար հայ մարդիկ, ովքեր այս 7-8 տարիների ընթացքում, պայքարի ընթացքում իրենք կամ իրենց հարազատները հայտնվել են բանտում, դարձել են չարթարադատության զոհ, այդ մարդիկ այո, պետությունը պարտավոր է լինելու հոգալ այս մարդկանց մասին, նախ վերականգնել իրենց ազատությունը եւ դրանից հետո արդեն սկսել process-ներ, որից հետո տվյալ անձին կհասկանան, որ երկրում տեղի ունեցել իշխանափոխություն եւ իրենց իրավունքները այլևս առաջնահերթություն են մեր պետության համար։ Եվ քաղաքային խնդիրներին գանք, շնորհատես պատկեր ուղարկի դիտենք։ Ես իսակովնա թե նայեք, դստել նայեք, չեմ անում, ինչ են անում, այս պրոկե սակել են, գիշերվա 1000-ի ասվալտ են անում մարդիկ, նայեք էլ ասվալտ, այս անձրևին ասվալտ, նայեք, հլը ջուրը նայեք մեջին, մարդիկ ջրի մեջ ասվալտ են անում, Մարդաբոյու խոսեր, ասվալտ են անում, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, սա մի թեմա է, որով Փաշինյան ասվալտը գիտեք ասվալտը ասվեր Փաշինյանը, խնդրեմ։ Տեսեք, Տիգրան Ավինյանը եւ առասարակ մնացած բոլոր թիմ ղեկավարները իրենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ժառանգներն են, ներկայացուցիչներն են, դրա համար երբ դու ունես Նիկոլ Փաշինյան, որը կարողանում է 2 ամսվա տարբերությամբ սկզբում ասել ինչու ենք թոշակ տալիս, դա բեռա, բայց մարդու կյանքում այդ 10,000-ը բան չի փոխելու, դրանից 2 ամիս հետո նախընտրական փուլում արդեն գնում է հենց այդ 10,000-ը բարձրացնելու, նույնն էլ Ավինյանենք են։ Այս մարդիկ մենք հավաքանու նիստերի ժամանակ դեռ երբ ես հավաքանու անդամ եմ, հիշում եմ, մի քանի անգամ եղել է բարձրացել ենք հարց, թե այս կամ այն հասցեով ինչու ասֆալտ արված չէ, նրանք ասել են, գիտեք, հիմա եղանակային պայմանները լավը չեն, դրա համար որպեսզի չմզխենք ռեսուրսը, պետք է սպասենք ավելի բարենպաստ եղանակի, ավելի չոր պայմանների, որ անենք ասֆալտ։ Ու հիմա տեսնում ենք, որ հսկայական աշխատանք, որը ես կրկին չեմ հասկանում ինչու են ընտրել այս պահին անեն ու ինչու են որոշել ցենց երկար միանգամից կիլոմետրներով փողոցը կտրել, որպեսզի հետո շաբաթներ շարունակ լինեն խցանումներ։ Մենք տեսնում ենք, որ Երևան քաղաքը ղեկավարում են եւ կառավարում են մանկամիտ մարդիկ, այսինքն կոորդինացված գաղափարի ռազմավարության մշակում չկա։ Ինչ որ մեկը գալիս է Ավենյանի թիմից ասում է ստեղ էս անենք, այն մյուսը գալիս է ասում է ստեղ են անենք, ու իրանք ժամկետները, տարածքները, հասցեները նույնիսկ իրար կողք չեն դնում, որովհետև մենք կարող ենք հիմա գնալ Երևան փողոց, Երևան քաղաքի Ամիրյան փողոց, կոնկրետ հիմա այդ փողոցը որոշել են ասենց ոտից գլուխ թարմացնեն։ Ամիրյան փողոցի այդ մայթերը դեռ սովետական ժամանակների աշխատանքեր եւ բավականին որակով լավ աշխատանք էր։ Մի 2-3 տեղ կար, որտեղ ածրևի ժամանակ թեթև շարժվում էր, դա կարելի էր շատ հեշտ կեսօրվա աշխատանք է ֆիքսել տակը, անցնել առաջ, բայց իրենք ամբողջ փողոցը քանդել են, բազում նորմալ ծառեր այդտեղից կտրել են, չգիտեմ ինչ են արել, հսկայական միջոցներ են դրել այդ փողոցի այդքան մասը թարմացնեն։ Բայց եթե այդ փողոցից օրինակ Կողբացիով շարունակես դեպի ներքև կտեսնես հսկայական փոսեր։ Եթե այդ փողոցով գնաս Կողբացիով հասնես Խորենացի, կտեսնես որ Խորենացին եւ Ամիրյանը չես հավատա, որ նույն քաղաքում, նույն վարչական շրջանում նման կարևորություն ունեցող փողոցներ են։
Մեկի վրա հսկայական գեներալ աշխատանքներ են արվում, մյուսի վրա որևէ աշխատանք չի արվում։ Իսկ այդ գծանշումները, որ ամիսը մեկ անում են, հետո փոշմանում են, տեսնում են, որ սխալ են արել, ջնջում են, նորմալ չեն ջնջում, կողքը ուրիշ բան են գծում, քաղաքացիներն է հա քշում ու հա ու գանվում են, չեն հասկանում, այդտեղ մեքենան կայանել կարելի է թե չէ, կարմիր գիծ կա թե դեղին գիծ, երկու գիծի իրար կողք գծած։ Այս ամեն ինչի ֆոնին հասկանալի է դառնում, որ այս մարդիկ աշխատում են սենց օթից եկած գաղափարներով եւ չկա կոորդինացված աշխատանք։ Այսինքն, եթե դու ստանում ես իբրև քաղաքային բյուջե X գումար, դու բաշխում ես այդ գումարը վարչական շրջանների մեջ, վարչական շրջանները եւ առասարակ քաղաքապետարանը պարտավոր է մի հատ հետազոտություն անել ընդհանուր խնդիրները հավաքագրել, հասկանալ որտեղ են ամենաթույլ կողմերը, ամենակարևոր օրասական խնդիրները եւ այդ միջոցները ուղղել տվյալ խնդիրները լուծելու վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդիկ ինչպես մնացած ամեն ինչում քաղաքային հարցերում եւս ուզում են ուղղակի sense մակերեսային գեղեցիկ պատկեր ստանալ։ Այսինքն իրենք ոչ թե ուզում են, որ հավասարաչափ ամբողջ քաղաքը լինի լավ վիճակում, այլ իրանք ուզում են մի հատ, չգիտեմ, գան նորմալ վիճակում գտնվող Ամիրյանը քանդեն, նորից սարքեն, Ավինյանն է գա այդ իր պուպուշ դեմքով մի հատ նորից այդտեղ վիդեո նկարի, որ նայեք, մենք ինչ լավ աշխատանք ենք անում, բայց ես հեսա կսկսեմ որոշ վիդեոներ նկարել Ամիրյան փողոցից ոչ հեռու տեղերում, ցույց կտամ, թե նայեք, ինչքան հսկայական գումար է ծախսվում մինչև այդ նորմալ վիճակում գտնվող փողոցի վրա, եւ այդ փողոցից ոչ հեռու տարածությունների վրա ինչ խայտարակ իրականություն ունենք մենք։ Մենք ունենք իրականություն, որում որ միակ պաշտպանված կողմը դա հարուստ կառուցապատողներն են։ Թե ինչու են իրանք այդքան պաշտպանված եւս կասկածի եւ ճաշակի հարց է։ Իմ պատկերացմամբ քաղաքային իշխանությունները կաշկանդված են իրենց որովե ռեալ նկատողություն անել կամ պատշաճ վարչարարություն անել, որովհետեւ պայմանավորվածություններ ունեն եւ այդ պայմանավորվածությունները ամեն դեպքում ինձ թվում է սեղանի տակ են եւ ֆինանսական են, որովհետեւ այլ պարագայում ես չեմ հասկանում ինչքան է կարելի ավականու նիստերին հետո այդ գործակարգավարական խորհրդատվություններին անդադ լուրջ դեմքով ասել, որ կառուցապատողները պետք է ցանցապատեն, թե չէ այսուհետ որովե արտոնություն չեն ստանա, նախ հարցը առաջանում, ինչու դու պետք է տեսնես այդ պատճառահետևանքային կապը, որ եթե նա խախտումներ անում է, ուրեմն պետք է արտոնություն չստանա։ Եթե նա խախտումներ անում է, դու պետք է իրան այնքան տուգանես, որ ինքը էլ կյանքում կամ խախտում չանի, կամ այդ բիզնեսից դուրս գա։ Իսկ դու ինչ-որ sense անողնաշար կիսատ պրատ անատամ բան ես վախացնում, որը փաստոցի ինչ, եթե այսինքն եթե իրան կարող են այս ամբողջ ընթացքը խախտել, մյուս տարի պարզապես արտոնություն չեն ստանա, այս նույն վիճակով կաշխատեն, էլ իրանց ինչին է պետք արտոնություն։ Եթե դու չես կարողանում քո կառուցապատողին կարգի իրավիլես, ասես եղբայր քո արած աշխատանքը, եթե դու վատ ես անում, տուժում են բոլորիս երեխաները, տուժում է մի ամբողջ քաղաք եւ բնակչություն։ Շահում ես դու եւ քեզանից կաշառք վերցրած պաշտոնյան։ Սա ակնհայտ կոռուպցիայի դրսևորում է, ակնհայտ անտերության դրսևորում է։ Երևան քաղաքը գտնվում է շատ վատ վիճակում, Երևան վիճակի կառավարումը ամբողջապես տապալված է եւ Տիգրան Ավինյանը լինելով այդ բոլոր ոչ կոմպետենտ մարդկանց նշանակողը, դրանց կեսը կամ կոմպետենտ չեն, մյուս կեսն է կոռուպցիոներ են, ուրիշ տրամաբանություն չունեն։ Նույնք այդ մարդկանց հետո նիստերին շարում այդ կամերաների տակ հաթաթայի անում, բայց ինչ վիճակ, այս վերջերս էլ հիմա տրանսպորտի թեմային է, չէ՞ կպել, որ վարորդներ Այո, գնաք նաև թեմային, որովհետև իրականում հանրային տրանսպորտում բավականին լարված վիճակ է, մարդիկ աշխատանքից ուշանում են, այդ ամենը հանգեցնում է փոխադարձ վիրավորանքի, լարվածության, վարորդները իրենց գործը թողած, որ պետք է մարդկանց անվտանգ հասցնեն իրենց աշխատավայրերը կամ տները, բարեբուն իմաստով տեսուչի դեր են տանում։ Այո։ Այս խայտարակ վիճակն է, ես խնդրեմ այս մասով ձեր տեսեք այդ արտահայտեք, ու այն իրականության մեջ, որ առավոտյան ժամերի, երեկոյան ժամերի, որ բոլորը աշխատանքից դասից տուն են գնում, ուղղակի ավտոբուսներից կախվում են ու ստիպված մարդիկ 30-40 րոպե անցկացնում են կանգառներում։ Գիտեք, ես երբ որ տեսա, որ Տիգրան Ավինյանը ոնց է կարողանում իր մեջ գտնել Նիկոլ Փաշինյանին, հիացա Տիգրան Ավինյանին Նիկոլ լինելուց, թե ինչքան մարդ կարող է կրկնօրինակել իր ղեկավարին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Տիգրան Ավինյանը, որը որ բազում գծերով հիմա եթե սկսեմ այս 3 տարվա մեջ իր բոլոր ձախողումները թելադրել, երևի այս հաղորդումը 2 ժամ կտևի։ Տիգրան Ավինյանը, որը այսքան բան ձախողել է, հիմա վարորդներին ասում է, վարորդներ ջան, ես ձեր կողքին եմ, թույլ չտաք, հանգարց մարդիկ նստեն եւ չվճարեն։ Վարորդներ ջան, հիշում եք, չէ՞ իրանք ոնց են ձեր կողքին։ Մինչեւ ցույց չարեցիք միտինգ, ձեր զուգարանները չէին սարքում կանգառներում, կանգառների այդ վերջնակետերում։ Հիշում եք, չէ՞ հիմա ավտոբուսների համարները
չեմ հիշում, բայց եթե Մարտինի որ պետք լինի, այն ժամանակվանից գրած ունեն, որ տարբեր տեղերում վարորդներին կանչում էին, վախացնում էին, ծեծում էին։ Մարդիկ ում միակ ֆունկցիան A կետից B կետ մեքենան անվտանգ տեղաշարժելն է, այսօր ինչ որ այդ մարկանցից 2 անգամ ավելի երիտասարդ, ոչ մի բանի չմասնագետ, փողկապները հակած իշխանությունը երկնքից ստացած ոմանք եկել են փոփոխություններ են արել, անունը դրել են բարեփոխում, որի արդյունքում քաղաքը կատվածահար է լինում, խցանումները լիքը, փոսերը լիքը, մարդիկ ժամերով սպասում են կանգառներում եւ դրա հենց պատճառով մարդիկ չեն ուզում վճարել, այդ մարդիկ հանցագործներ չեն, ժուլիկներ չեն, այդ մարդիկ պարզապես դեմ են, դա իրենց քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ձևն է, ասում են Տիգրան Ավինյան եւ Նիկոլ, դուք չեք արել այն բարեփոխումը, որից հետո իրավունք ունեք մեզանից գումար պահանջելու։ Այդ ո՞նց է լինում, որ գումարները չի հերիքում 100 դրամով տրանսպորտ ապահովելուն, բայց հերիքում է, ասենք Նիկոլին ու Ալենին ու Ավինյանին նոր մեքենաներ առնելը, բոլոր նախարարներին մեքենաներ առնելը։ Այդ ո՞նց է որ խցանումները ասում եք պետք է լուծել կարմիր գծերի թանկացումով, կարմիր գծերը թանկացնում եք, խցանումները չի լուծվում։ Դրանից հետո նաև դատարանում ապացուցում ենք, որ ձեր թանկացումն ապօրինի է, նույնիսկ դրանից հետո այնքան երես նամուս չեք ունենում, ընդունեք ձեր սխալը նահանջի քայլանեք։ Սկսում եք ինչ որ դատական մանիպուլյացիաներով անընդհատ բողոքարկելով եւ միտումնավոր սխալ թղթեր մուտք անելով, ուղղակի հետաձգել արդար դատարանի վճիռը։ Հենց այդ արդար վճռի արդյունքում երևանցիները ստանալու են իրենցից գողացված գումարները, որը Տիգրան Ավինյանն եւ իր թիմը ապօրինության արդյունքում գողացել է երևանցիներից։ Եվ այս ամենի ֆոնին վերջում տեսնում եք Տիգրան Ավինյանը գալիս է ասում է այն անձիկ, ովքեր որ չեն վճարում ավտոբուսի իրենց ուղևորը դարձել են բեռ մեր բոլորիս համար։ Տիգրան Ավինյան, մեր բոլորի համար դուք եք բեռ դարձել։ Թե քաղաքային, թե համապետական, թե աշխարհաքաղաքական իմաստով։ Դուք մեծագույն բեռ եք, այնպիսի բեռ եք, որից հոտ է գալիս, այնպիսի բեռ եք, որ մեր վրայից գցենք այդ բեռը, դեռ հələ շաբաթներ եւ տարիներ այդ բեռի հոտը գալու է, դրա համար ինչքան շուտ ձեզանից ազատվենք, այդքան հույսերը ավելի մեծ են, որ մի օր այդ հոտը կանցնի, որտեւ այս գարշահոտը, այս մթնոլորտը, որը ստեղծել եք մեր հանրության մեջ, այդ քո ղեկավարը, որ այսքան պարակտել է հայ ազգին, որ այս մարդիկ մի տան մեջ իրար հետ չեն կարող լեզու գտեն ձեր արած այս պարակտման արդյունքում, այդ քեզ հերիք չի, որ դեղերը չխմած ընկնում է ավտոբուսներում, մետրոներում, կանանց սադրում, որ հավատացյալ երիտասարդներին մտնում է իրենց պատարակը հարամանում, հետո տանում է կալանավայր, այդ քեզ հերիք չի, մի հատ էլ հիմա վարորդներին բան ես ասում, բայց չվճարողներին թույլ մի տվեք, մինչև վերջ ձեր հետևը կայնացեք, դուք որ պաշտոն չունենաք, դուք ում հետևը կարող եք կանգնել, կամ ում կարակ ինչով դուք օգնեք, այ անօգնականներ, մինչև 2018 թիվը դու քո հայտը կարացել ես մի հատ հեծանիվ կայնացնես չգանացեն տարստեից։ Այս բոլոր խեղճ մարդիկ, այս խեղճերի այս խումբը, որ եկավ իշխանության, իմ նման միամիտների գլխավոր հույսը այն էր, որ դուք այս կյանքում այնքան եք անարդար տեղը, համ ծեծկեր է, համ վիրավորվե, համ ձեզ խեղճացած զգացե, որ հիմա որ դուք եկել եք իշխանության, այդ սաղ այդ տրավման ունենալով կհիշեք, թե ինչ վատ է անարդար աշխարհը, ու կփորձեք այնց անեք, որ մյուս սերունդների մեջ ձերպես խեղճ մարդիկ չմեծանան, կամ եթե ձերպես է խեղճ լինեն, գոնե հանգիստ միշտ միջավայրում մեծանան, բայց չէ, ինչ եղավ, պարզվեց, ոչ թե դուք թալանին եք դեմ, այլ դեմ եք նրան, որ թալանի մեջ ձեր փայը չունեք, ոչ թե լկտիությանն եք դեմ, այլ դեմ եք, որ լկտիությունից տուժողն եք դուք։ Այն մի հատ վիդեո կա, որ չգիտեմ որտեղ է, կարծեմ Մալացիա Սեբաստիայանը, որ մի 6-7 հոգի իմ քայլականներով գնացել են ընտրություններ ա, տոլի ինչա, չգիտեմ, բան են խոսում, Տիգրան Ավինյանի Նիկոլը բան, սա կանգնած է մի 7-8 հոգով, մի երկու հատ ոստիկան է կայնած ու երկու հատ է թաղի տղեկից է կայնած ու ոնց ուզում խոսում են ես մեր այսօրվա այս դուխավիկների հետ։ Սրանք էս հենց խեղճացած կայնած բերանները ջուրարած մի բան չեն խոսում, հենց պտտվում արդեն այդ տղաները գնում են ոստիկաններն իրենց ուղեկցում են, Ավինյանը ասես ֆռում է, սմարլով է, աբարզետ են եղել լրիվ օրը ցերեկով։ Այդ աբարզետ լինելը պարոն Ավինյան, որպեսզի հիմա փորձեն հետո, չգիտեմ, Վիկիպեդիայով կամ Google-ով կամ ChatGPT-ով գրեն, տվեք աբարզետ լինելու դասական օրինակ, ինչպես կարող է գառնուկը դառնալ գայլ, այդ ChatGPT-ով հավաքես ձեր նկարներն է բերելու։ Ձեզանից նախկինում ավելի խեղճ, ներկայում ավելի հղպացած եւ սեփական ժողովրդի հանդեպ լկտիացած իշխանություն երբևիցե մենք չենք ունենալու։ Դուք եք ու ձեզանից հետո կամ կունենանք նորմալ Հայաստան կամ Հայաստանը այլևս չի լինի։ Ու դրա համար սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ բոլորիդ,
եւ նաեւ պահանջում եմ։ Միայն իմ ծնողները եւ երեխաները չեն ապրում այս երկրում, դուք եք նաեւ նույն իրավիճակում։ Հունիսի 7-ին գնացեք ընտրությունների, մի հավատացեք, որ ոչ մի բան չի կարող փոխվել, որ ամեն ինչ արդեն խոսացած է, ոչ, ամեն ինչ խոսացած այդ թեզերի իմաստը այն է, որ դուք չգնաք ընտրության, Նիկոլը իր ֆիքսված այդ ադմինիստրատիվ ռեսուրսի ձայն ու կարողանա ներկայացնի որպես 30%, ու մի քիչ է վրայի ձայն փախցնի ու կրկին վերարտադրվի։ Իսկ եթե բոլորդ գնաք ընտրատեղամաս եւ ընտրեք ընդդիմադիր ուժի, որը ռեալ շանսեր ունի մտնելու խորհրդարան, վստահեցնում եմ ձեզ այդ ընդդիմադիր ուժերը պարտավորված են լինելու ձեր բոլորի նկատմամբ եւ ձեր բոլորի հանդեպ, վերջում անելու են ճիշտ քայլերը եւ հեռացնելու են այս թրքապատակ ռեժիմին։ Շնորհակալություն։